Շնորհակալ եմ, բարև ձեզ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ ձեր ներկայության համար եւ օգտվելով առիթից ուզում եմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեկնարկած մեկ ամսյակը շնորհավորել։ Ես պետք է ասեի։ Պարոն Աբովյան, ինքնա իր աշխատայից։ Աբովյանը խնդրեց, որ փոխանցել։ Հարգելի գործընկերներ, պարոն Աբովյանը արդեն հիմնականում ներկայացրեց, հիմա մի քանի փոքր հավելում ինչու ծագեց այս գաղափարը եւ երևի հենց սկսեմ ներհայաստանյան համերաշխության թեզից եւ հետո ավելի մի փոքր բացենք փակագծերը։ Հիմա գիտեք, այստեղ բոլորը բանասերներ եք եւ թույլ չեք տա ես սխալվեմ, որ բոլոր ժամանակներում հասարակության հիմնական բառամթերքը թելադրում է այդ հասարակության տրամադրությունները, բարոյահոգեբանական վիճակը եւ ընդհանրապես մտածելակերպը։ Հիմա բազմաթիվ սրտացավ մարդիկ հետազոտություններ են անցկացրել, որի արդյունքում ստացել ենք հետեւյալը, որ այսօր հայաստանյան հասարակության շրջանում ամենաշատ օգտագործվող բառերն են ֆոբիա, տոքսիկ, փող չկա եւ այս դրանից բխող շատ ավելի այնպիսի արտահայտություններ, որոնք եթերային չեն եւ թույլ չեմ տա ինձ այստեղ արտաբերել, ինչ վիճակ է, անդունդին եզրին են գտնվում, նևրոզ, դեպրեսիա, ներողություն եմ խնդրում ոչ հայկական բառերի կիրառման, բայց ինչպես կիրառում են, այնպես էլ ասում եմ, պանիչսկայա ատակա եւ ինչ որ անընդհատ ատելություն, թշնամանք եւ սա այն ինչ որ ունենք մենք հիմա այսօր Հայաստանում, բայց այս ամենի հետ մեկտեղ պարոն Աբովյանը ասում է համերաշխություն չի նշանակում հնազանդություն, բայց նաեւ այլ կարծիք արտահայտելը դա դեռ չի նշանակում թշնամություն, բայց այսօր մեզ մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ այլակարծության իրավունք չունեն, արդեն ընտանիքներում, շրջապատում, աշխատանքի վայրում, որտեղ հնարավոր է, մեծ փոքր չկա այնպիսի բնագավառ, ինձ թվում է դուք կհամաձայնեք, որ ձեր բնագավառում էլ արդեն շատ հաճախ խոսքը չի ստացվում, որտեղ միանգամից անհանդուրժողականության դաշտ են մտնում եւ այն մարդիկ, ովքեր ձեզ հետ պետք է խոսեն, դա նաեւ փոխանցվում է լրատվամիջոցներին եւ մեզ բոլորիս։ Մենք հաճախ ուղղակի դա քննադատում ենք, բոլորս ասում ենք ինչ վատ է, ինչ անդունդի եզրին ենք մենք գտնվում, շատերը արդեն ասում են անդունդում, բայց իհարկե պետք է նաեւ երևի թե ինչ որ բան նախաձեռնել։ Եվ այսօր առաջին կետը ամենակարևորը նաև այս ներհայաստանյան համերաշխությունն է եւ այդ կամուրջ ասվածի միջոցով հնարավորություն տալ մարդկանց խոսելու, հնարավորին հարթակներ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան կարծիք արտահայտել, բայց կարծիք հայտարարել եւ այդ կարծիքի շուրջ առողջ քննադատություն ցույց տալ, եթե մրցակցության տեղ է նաեւ առողջ մրցակցություն, բայց խոսել, որովհետեւ հարգելիներս մենք գիտենք, որ հիմնականում մարդկանց մոտ ֆոբիաներ առաջանում են նաեւ այդ չխոսելուց։ Մենք հիմա բոլորս մեկս մյուսից կամ նեղացած ենք, կամ չենք խոսում եւ ասեմ նաեւ այս մեր հերոստատեսային հաղորդումներն էլ վերում են այն եզրահանգման, երևի պարոն Աբովյանը կհամաձայնի, որ շատ հաճախ մարդիկ կան, որ ուզում են խոսեն, բայց նաեւ վախենում են, որովհետեւ ասում են դե չգիտենք դա եթեր կգնա, ինչ խոսքեր կգրվեն մեզ, ինչեր կասվի, ինչ կարծիք, շատ ծանր վիճակ է այդ տեսակետից մեզ մոտ հիմա երկրում ձևավորված եւ առաջին հերթին մենք այո ցանկություն ունենք, որ կարողանանք կառուցել մեր հայաստանյան կամուրջներ, մեր հասարակության մեջ, կարողանանք այդ ատելությունը հանել, այդ ֆոբիաները, այդ տոքսիկ կոչված վիճակը մարդկանց բերել մի հարթակ, որտեղ մարդիկ կարողանան զրուցել։ Եվ դրանից հետո արդեն մենք պետք է մտածենք, որ այո, հայկական աշխարհի միջև պետք է լինեն կամուրջներ, որովհետև ես միանշանակ համաձայն եմ պարոն
Արոն Աբովյանի հետ, որ այսօր Սփյուռքը ոչ միայն Հայաստան-Սփյուռք կապը, այլ նաև ընդհանուր հայկական աշխարհի մեջ Սփյուռքը այսօր ունի լուրջ խնդիրներ։ Մեզ բոլորիս հայտնի է, որ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի ճակատագիրը այնպես է կառուցվել, որ շատ քիչ մասն է ապրում Հայաստանում եւ շատ ավելի մեծ համայնքներ մենք ունենք Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում, Արևմուտքում, Մերձավոր Արևելքում, բայց այսօր տեսնում եք, որ արդեն երկխոսություն կամուրջ չկա նաև Սփյուռքում գտնվող հայերի միջև։ Բնականաբար Արևմուտքում ապրող հայկական համայնքներին այնտեղ արևմտամետ ուժերը տանում են հակառուսական պրոպագանդա եւ այդ պրոպագանդան թողնում է իր ազդեցությունը մեր այնտեղի համայնքների վրա եւ տեսեք ուրեմն արդեն այստեղ էլ ոչ թե կառուցվում են, այլ քանդվում են կամուրջներ Սփյուռքի մեջ։ Հիմա պետք է այո մեր առջև դնենք խնդիր նաև հայկական աշխարհի միավորման եւ իհարկե պետք է շեշտեմ, որ ես հատկապես դրան հետամուտ եմ լինելու, որ մշակութային երկխոսություններ լինեն, որովհետեւ ցավոք սրտի այս բոլոր տրամադրությունները ազդել են նաև մշակութային երկխոսությունների վրա, մշակութային կապերի եւ մշակութային կամուրջների։ Իսկ բոլոր ժամանակներում դա հայտնի թեզ է, որ մշակույթը կապել է մեզ բազմաթիվ ժողովուրդների եւ երկրների հետ, որ մշակութային երկխոսությունը, դիալոգ կուլտուր կոչվածը եղել է բոլոր ժամանակներում շատ կարևոր եւ շատ անհրաժեշտ, բայց հիմա երբ որ մենք մեր երիտասարդ սերնդիներ նայում ենք, գիտեք, եկել ասենց ինչ որ բա, եկել են պապերը, տատերը, ծնողները, իմացել են պատմություն, մշակույթ, գրականություն, շատ անգամ այդ գրականությունը հենց օրիգինալում են կարդացել ռուսերեն լեզվով։ Հիմա ասենց ինչ որ մի բան կտրվել է, մի հատ վակուում է, մեկ որ երիտասարդների հետ խոսում ես, ուղղորդում ես, հասկանում ես, որ ճիշտ ուղղորդման դեպքում այդ երեխեքը շատ հետաքրքրություններ ունեն, ուզում են կարդան, հասկանան, բայց մեկ էլ ստեղծվում է իրավիճակ, որ նույնիսկ այ հիմա պատերազմի հաղթանակի 80-ամյակին ընդառաջ երիտասարդներ կան, որ ինձ տրամադրված են, որ դա իրանց սկի գործն էլ չի եւ դա իրենց չի վերաբերվում, որտեղ այդպիսի տրամադրությունների ներքո են, բայց հետո երբ որ ասում ես, այսպես մի ընդհանուր հաղթանակ, մի գնա նայի պապիկը, տատիկը, ինչպես տեսնում ես, որ միավորվում են, որ ուզում են խոսել, ուզում են կարդալ, ուզում են զբաղվել, ուզում են հետաքրքրվել։ Սրանք հիմնական թեզերն էին, որոնց մասին ուզում էի խոսել, հետո գործընկերները խոսեն, եթե էլի ինչ որ կարիք կլինի հավելելու, ես նորից կասեմ իմ խոսքը։